Բարև ձեզ։ Մենք այսօր կշարունակենք Arduino-ն, բայց այս անգամ չենք պատրաստի ինչ-որ ծրագիր։ Այդ ծրագիրը կպատրաստենք մյուս դասին, իսկ հիմա մենք կուսումնասիրենք Arduino Uno-ի նաբորը։ Ահա, ինչպես տեսնում եք, նաբորը գտնվում է իմ ձեռքում։ Այստեղ շատ բաներ կան, մոտավորապես 40 առարկա։ Դե ինչ, գնացինք։ Մինչ անցնենք Arduino-ի այս մասին, ծանոթանանք այս մասի հետ։ Ահա, ինչպես իմ նախորդ վիդեոներում դուք տեսել եք, որ սա մեր breadboard-ն է։ Դուք հիշում եք, որ այս ամեն ինչը, օրինակ այս լույսերը, ահա, մեկ վայրկյան, այս լույսերը կամ այսպիսի առարկաները, օրինակ դրանցից են, մեկ վայրկյան, ահա, ունենք այսպիսի կնոպկաներ, նաև կարող ենք հավաքել մեր breadboard-ի վրա, այսինքն ցանկացած մի բան, որը կապված չէ ինչ-որ լարերի հետ, որ օրինակ այսպիսի բաներ, հա, այսպես ցույց տամ, որ դուք հասկանաք, ահա, այսպիսի բաներ, իսկ քիչ անց ձեզ կբացատրեմ, ահա, սա breadboard-ն է, մեկ վայրկյան, սա breadboard-ն է, այս սրա վրա ես ձեզ ասել եմ, որ ամեն ինչ հավաքում ենք լարերով և միացնում մեր Arduino Uno-ին, ահա, լարեր ասեցինք, ահա, մեր լարերն են, սրանք քիչ են երևում, բայց այսպես տեսեք, այս ծերերը տեսնում եք, սա վերջում կհասկանաք ինչ է նշանակում, ահա, տեսեք, այս երկաթովներն էլ կան, կա, որ երկուսն էլ չկա երկաթ վրան, ահա, իսկ հիմա, սա ասեմ ինչ է, սա մենք միացնում ենք մեր Arduino Uno-ին, այստեղով, և այստեղից միացնում ինչ-որ հաստ էլեմենտի, հա, ահա, այսպես, ահա, անցած դասընթացների ժամանակ ես ձեզ ցույց էի տվել այսպիսի ռեզիստորներ, սրանք հիշում եք, որ անվանում են ռեզիստորներ և ամեն մեկը, օրինակ սա 10 կիլաոհմ է, սա 1 կիլաոհմ է, իսկ այս մեկը 220 օհմն է, ահա, բացի այդ մենք նաև ունենք այստեղ էլի ռեզիստորներ, դա կապ չունի, որ գույնը տարբեր է, կարևորը մեջի գծիկները լինեն, որ իմանանք 220 օհմ է, թե ինչքան, օրինակ սա չեմ կարող ասել, վրա նշված չի, սա 10 կիլաոհմ է, ներողություն, սա 10 կիլաոհմ է, սա էլ 220 օհմ, դե ինչ, դասավորենք մեր ռեզիստորները և շարունակենք, ահա, մենք դասավորեցինք մեր ռեզիստորները, հիմա ցույց տամ ձեզ լեդերը, ահա սրանք են մեր լեդերը, հիմա ես ձեզ շարեմ և ցույց տամ, ահա, մենք բաժանեցինք լեդերը առանձին գույների, ինչպես տեսնում եք, իմ մոտ հիմա առկա է 3 գույնի, ահա դեղին, կանաչ և կարմիր, ահա, նախորդ դասերից դուք հիշում եք, որ լեդի երկար ոտքը դա պլյուսն է, իսկ կարճը դա մինուսը, բացի այս գույնի լեդերից կան նաև տարբեր գույնի լեդեր, ինչպիսիք են կապույտը, նարնջագույնը և այլ այդպիսի գույներ, իսկ հիմա ծանոթանանք ուրիշ այլ բաների հետ, օրինակ այսպիսի բաների հետ, դե ինչ հավաքեմ լեդերը և ցույց տամ ձեզ այս մեջի պարունակությունը, ահա, դե ինչպես տեսնում եք, մենք արդեն տեղափոխվեցինք
ուրիշ այն տուփի պարունակությունը։ Ժողովուրդ, մինչ անցնենք այս սա բացատրելուն, ես ձեզ մեկ առաջադրանք ունեմ, ով որ կկարողանա Arduino-ով պատրաստի 3 լուսադիոդների թարթումը, ով որ կարողացավ պատրաստել, ուրեմն ես շատ գոհ կլինեմ նրանից։ Եվ նաև չմոռանաք բաժանորդագրվել ալիքին եւ սեղմել զանգակի կոճակը, եւ այս վիդեոյի տակ ուզում եմ հասնենք 1000 լայքի։ Ես շատ շնորհակալ կլինեմ, եթե մենք այդ բանը անենք։ Իսկ մենք շարունակենք։ Ահա, ինչպես տեսնում եք, այս դեղին գույները ձեզ ինչ-որ վառ բան են ցույց տալիս։ Սա կնոպկա է։ Arduino-ի լեզվով սրան բաթն են ասում։ Ահա, այսպես սեղմում ենք, միանում անջատվում։ Եթե ցանկանում եք, կարող եմ մյուս դասին պատրաստել, երբ որ կոճակը սեղմված է, լույսը վառվի, երբ որ անջատվում է, մեկ անգամ սեղմեմ վառվի լույսը, մեկ անգամ սեղմեմ անջատվի լույսը։ Եթե ցանկանաք, կոմենտներում գրեք։ Ահա, այս դեղինը, տեսեք, այսպիսի կնոպկա է մեր մոտ, նա այսպես 4 ոտք ունի, որից մենք երկուսն ենք օգտագործում։ Սա էլ մեկ վայրկյան, սա էլ մեր կափարիչն է, կարելի ասել, բաթնի կափարիչը։ Ահա, այսպես դնում ենք եւ գեղեցիկ է լինում։ Սա երևի ձեզ կարող է ծանոթ լինել մեքենաներից, որ ասենք երաժշտության ձայնը, որ ուզեցել եք բարձրացնեք, այսպիսի բան է, չի եղել, նո հենց կոնկրետ այսպիսի բան չէ, բայց որ այսպես բարձրացրել եք, այսպես իջացրել։ Սա այսպիսի բան է, ուղղակի սրան անվանում են պոտենցիոմետր։ Այս ձևով կարող ենք լույսը ուժեղացնել եւ թուլացնել։ Այդպիսի դասեր կարող են նաև լինեն, եթե իհարկե ձեր մոտ ցանկություն կառաջանա։ Մենք հերթով դասերով գնում ենք։ Ահա, ֆոտոռեզիստորներ։ Ահա, տեսեք։ Ֆոտոռեզիստորներ են, նրանք կարողանում են, օրինակ մենք կոդի ժամանակ կարող ենք տալ, որ նա շատ լույս զգա, եթե երբ շատ լույս գա, տա մեր LED-ին, ահա այսպիսի LED-ին, որ նա վառվի։ Եթե մութ լինի, կարող կոդի մեջ այնպես տանք, որ եթե մութ լինի, ապա այդ ժամանակ լույսը վառվի։ Ահա, մենք ունենք այսպիսի 3 հատ բան, ֆոտո։ Ահա։ Հիմա անդրադառնանք այս սրան։ Ինչ են այս երկու բաները։ Սրանց օրինակ սա անվանում են passive buzzer։ Իսկ սրան անվանում են active buzzer։ Ինչու են կոչվում active եւ passive, հիմա բացատրեմ։ Ուրեմն այն ունի երկու ոտք, լուսադիոդի նման է, երկար եւ կարճ։ Երկարը պլյուսին, իսկ մինուսին գնդեին։ Այստեղ երկու հատ են, passive եւ active։ Passive բազերները դրանք չեն կարողանում ձայներ արձագանքեն, նրանք չեն կարողանում ձայներ արձագանքեն, իսկ ակտիվ բազերը կարողանում է արձագանքել ձայներ եւ ոչ միայն ձայներ, այլ տարատեսակ ձայներ, օրինակ երաժշտություն կարող ենք ակտիվ բազերով պատրաստել եւ այլ այդպիսի հետաքրքիր բաներ։ Եթե կուզեք, այդպիսի դասընթացներ կլինի։
Ահա, հասանք այս մասի վերջին առարկաներին։ Սա 8-8-ի վրա մատրիցա է, սրան կոչում են մատրիս մոդուլ։ Այս կլորակները լուսադիոդներ են, ոչ թե այսպիսի լուսադիոդներ, ահա ինչպիսիք են սրանք, այլ ուրիշ տեսակի լուսադիոդներ են, որոնք լույս են տալիս։ Ահա, սա 7 սեգմենտանոց 4 դիջիտով պլատա է, դիսպլեյ։ Ահա, կա սրան նաև մեկ հատանոցը, սա ուլտրասոնիկ է, սրան անվանում են ուլտրասոնիկ, ահա, սա նման է սա օգտագործում են ռոբոտի աչքերը պատրաստելու համար, ահա, այսպիսի բան, այստեղ մուտք է գործում տվյալները, իսկ այստեղ ելք է գործում։ Դե ինչ, այսօրվա համար նախատեսել է այսքանը, չմոռանաք բաժանորդագրվել ալիքին և սեղմել զանգակի կոճակը, խնդրում եմ ձեզ շատ հավաքենք գոնե 1000 լայք, և հաջորդ մասում ցույց կտամ ձեզ, ահա, այսքան մեր մեծ արդուինոն։ Դե ինչ, ձեզ հետ էր Նարեկը, շատ շնորհակալ եմ, որ նայեցիք այս վիդեոն մինչև վերջ, և արդուինոն ամփոփելուց հետո կսկսենք դասերը շարունակել։ Ձեզ սպասում եմ կոմենտներում նոր առաջարկների և այլ տարատեսակ դասերի համար, թե ինչ կարող ենք պատրաստել մեր խելացի Arduino Uno-ով։ Դե ինչ, stay tuned, пока-пока։